Ներսես աշտարակեցու հրապարակում հավաքված Արագածոտնի մարզի սիրելի բնակիչներ, ողջունում եմ ձեզ։ Համապետական ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրը իր դրական էմոցիաներով դեռ երկար է մեզ ուղեկցելու, որովհետև այսօր ֆանտաստիկ ընդունելության ենք արժանացել իհեճուկս, անձրևի և կարկուտի։ Շնորհակալ եմ ձեզ ընդունելության համար։ Աշտարակը թերևս լավագույն քաղաքն է մտովի տեղափոխվել և հիշել, թե ինչպիսին էին Հայաստանի Հանրապետության և մասնավորապես Արագածոտնի մարզի քաղաքները 7-8 տարի առաջ մինչև հեղափոխությունը։ Հիշում եք ինչպիսին էր Թալինը մինչև հեղափոխությունը։ Թալին մտնելուց, եթե ընկնեինք փոսը, փոսից դուրս էին գալու 10 կիլոմետր հետո։ Հետո եթե նորից ընկնեինք փոսը, ամենայն հավանականությամբ այդ փոսից դուրս չէին գալու։ Այսօր Թալինը մաքուր, կոկիկ, գեղեցիկ, Հայաստանի Հանրապետության ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է։ Հիշում եք ինչպիսին էր ապարանը մինչև հեղափոխությունը։ Անհյուրընկալ ցեխոտ փողոցներով, այսօր ապարանը դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքների զարդը, զբոսաշրջային կենտրոն, և ես ապարանով անցնող մարդ չգիտեմ, տեղացի թե զբոսաշրջիկ, որ անպայման կանգառ չանի ապարանում։ Հիշում եք ինչպիսին էր աշտարակը մինչև հեղափոխությունը։ Այսօր աշտարակը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի թոփ քաղաքներից մեկն է, հարմար ապրելու և ընտանիք ստեղծելու համար։ Հիշում եք ինչպիսի մղձավանջի էր վերածվել հյուսիս-հարավի Արագածոտնի մարզով անցնող հատվածի շինարարությունը, թալաներ, ավեր, շինարարության ծերը չէր երևում։ Այսօր հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի լավագույն ճանապարհներից մեկն է դարձել։ Պիտի հիշեցնեմ ինչպիսին էր Ալագյազից Արթիկ ճանապարհը, Թալինից Արմավիր ճանապարհը, ինչպիսի խայտառակ վիճակում էր գտնվում Աշտարակից Երևան գնացող ճանապարհը, Աշտարակի շուկայի մոտով անցնող ճանապարհը, անանցանելի բարիկադներ էին կառուցված Հայաստանի Հանրապետության քաղաքներում և գյուղերում։ Եվ այս փոփոխությունները, միլիարդավոր դրամի ներդրումներ ճանապարհաշինության, ջրային ենթակառուցվածքների, դպրոցների, մանկապարտեզների և այլ ենթակառուցվածքների ուղղությամբ կատարվել են վերջին տարիների ընթացքում, բայց ուշադրություն, դրանք կատարվել են ոչ խաղաղության պայմաններում։ Եվ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Հայաստանում հաստատված խաղաղության պայմաններում 5 անգամ ավելի շատ աշխատանք է կատարվելու հանրապետության քաղաքներում, հանրապետության գյուղերում, քան կատարվել է նախորդ տարիների ընթացքում։ Մենք իրականացնում ենք և իրականացնելու ենք մեգա նախագծեր։ Հյուսիս-հարավի Աշտարակից Գյումրի հատվածը տանելու ենք կապենք հյուսիս-հարավի Քաջարյան-Ագարակ հատվածին, այդ ճանապարհին կառուցելով տասնյակ կամուրջներ և տասնյակ թունելներ։ Մենք նոր հրաշալի ենթակառուցվածք ենք կառուցելու, ամբողջովին նոր ճանապարհ, որով կապելու ենք զբոսաշրջային ապարանը զբոսաշրջային հանքավանին, այսինքն Արագածոտնի մարզը ևս մի ճանապարհով առաջիկայում պլանավորում ենք կապել Կոտայքի մարզին։ Իսկ ինչ է պետք այս աշխատանքների հաջող մեկնարկի, հաջող ընթացքի և հաջող ավարտի համար։ Պետք է 2026 թվականի հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության, վստահ ժպիտով վերցնել 16-րդ քվեաթերթիկը և քվեարկել խաղաղության օգտին, զարգացման օգտին, Հայաստանի Հանրապետության օգտին։
եւ վստահ եմ, որ դուք հաղթելու եք։ Քաղաքացու հաղթարշավը կանգնեցնել 2018 թվականին քաղաքացու մեկնարկած հաղթարշավը կանգնեցնել հնարավոր չի եւ ջախջախվելու է քաղաքացու որոշիչ քվեի արդյունքում։ Շնորհակալ եմ ձեզ։